հագուստների վրա դուք կտեսնեք բնության են բոլոր տեսակները, որոնց Մենք երկար էինք մտածել ոնց հավաքագրենք հագուստը ու մենք հասկացանք, որ ամենաապահով օղակը հոգեբաններն են, ովքեր աշխատում են իրենց ուղակի շահառուների հետ։ Մենք ուղիղ կոնտակտի մեջ չենք եղել տվյալ շահառուների հետ, որովհետև դա իրենց անձնական տվյալների գաղտնիության վտանգման քայլ կլիներ, դրա համար մենք փորձել ենք հոգեբանների եւ այն կազմակերպությունների, ովքեր զբաղվում են բռնության ենթարկված անձանց հարցերով, իրենց ենք դիմել եւ իրենց միջոցով հավաքագրել ենք այս հագուստը։ Մենք հասկանում ենք, որ ոչ բոլորը կարձագանքեն ու բնականաբար ոչ բոլորն են արձագանքել, հասկանում ենք պատճառները, որովհետեւ հագուստը ինչքան էլ ուզում ենք պատկերացնենք, որ շուկայում միանման շատ հագուստներ կան, բայց իրենց միշտ կա մտավախություն իրենց մոտ, որ դա կարող է իդենտիֆիկացվել ինչ-որ մեկի հետ։ Դրա համար մենք փորձել ենք, եթե դուք նայեք յուրաքանչյուր պատմության վրա գրված ընդհանրապես տարիքը, սեռը եւ բռնության տեսակը։ Կոտրված ափսեներ, բաժակներ, գետնին հայտնված աթոռներ, որոնք որ այդ իրավիճակում հայտնվել են բուն բռնության պատճառով։ Մենք կտեսնենք ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների հագուստներ, որովհետեւ ոչ միշտ է պարտադիր, որ ընտանեկան բռնության զոհ դառնան երեխաները, այսինքն անմիջական կրողը լինեն ֆիզիկական բռնության, այլ նաև մենք տեսնում ենք, որ այդ երեխաները, ովքեր որ ականատեսն են լինում եւ մեծանում են բռնության մշակույթում, իրենք այդ ամբողջ տրավմաների կրողն են լինում։ Արձանագրված դեպքերը 2023 թվականի ընթացքում Շիրակի մարզում փաստացի արձանագրվել է հանցագործության 37 դեպք, ինչ խոսում եմ անչափահասների մասին է, թե չէ հանցագործությունների դեպքերի քանակը շատ ավելի մեծ է, բայց 37 դեպքն էլ անչափահասների համար շատ է։ Դա 23 թվականին եւ այդ 37 դեպքերը կատարվել են 39 անչափահասի կողմից։ Իսկ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է 35 անչափահասի կողմից, կատարված 23 հանցագործության դեպք։ Այսինքն համեմատում ենք 23 թվականի 37-ը եւ 24 թվականի 23-ը, արդեն նվազում ենք տեսնում։ Այսօրվա միջոցառումը, եթե հոգեբանական տեսանկյունից վերլուծելու լինենք, ինքը շատ ավելի միտված է հասարակությանը ավելի զգայուն դարձնելու, որովհետև ոչ միշտ է, որ առհասարակ բռնության դրսևորումները տեսանելի են, որովհետև եթե ֆիզիկական բռնության հետևանքով ստացված վերքերը բուժվում են, ինչ որ ժամանակահատվածում դրանք ինչ-որ կերպ անտեսանելի են դառնում, ապա դրանց թողած հոգեբանական ամբողջ այդ վերքերը մարդուն ուղեկցում են ամբողջ կյանքի ընթացքում։ Մեր ծրագրի հիմնական նպատակը այն էր նաև, որ երբևէ որևէ մեկը ձեզանից ներկաներից այնքան մոտ չզգար այն պատմությունները, որոնք այսօր այստեղ կախված են հագուստների տեսքով։ Եվ մեր ծրագրի նպատակը նաև այն էր, որ դուք երբեք որևէ հագուստի մեջ չտեսնեք որևէ ծանոթ բառ կամ դրվագ կամ հագուստ կամ պատմություն։ Բայց նաև ուզում եմ հասկանալ, որ մեզանից ոչ մեկը, ոչ դու, ոչ ես, ոչ մեկս երաշխավորված չենք դառնալու 16-րդ պատմությունը։